24 թվականին նախագահի աշխատակազմի հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրով, դա մեկ ծրագիր է, որը մենք իրականացնում ենք երկու միջոցառումներով, տարեկան պլանն հաստատվել է 1 միլիարդ 771 միլիոն դրամը, ճշտված պլանը կազմել է 1 միլիարդ 771, որից փաստացի ծախսվել է 1 միլիարդ 609 միլիոն 400 հազար դրամ, ինչը կազմում է ճշտված պլանի մոտ 90.5%-ը։ Ծրագրով իրականացվել են հետևյալ միջոցառումները՝ հանրապետության նախագահի գործունեության և ներկայացուցչականության ապահովում միջոցառման տարեկան պլանը կազմել է 1 միլիարդ 685 միլիոն դրամ, որից փաստացի ծախսվել է 1 միլիարդ 523 միլիոն դրամ, ինչը կազմում է ճշտված պլանի 90.4%-ը։ Տնտեսվել է 162 միլիոն դրամ, հիմնականում հետևյալ հոդվածներով, այստեղ նաև թվարկելը կնպաստի անդրադառնալ նաև ձեր հարցին, պարոն Վարդանյան։ Սրանից աշխատանքի վարձատրության ուղղված միջոցներից շուրջ 11 միլիոն դրամ է տնտեսվել, էներգետիկ, կոմունալ և կապի ծախսերից 29.9 միլիոն դրամ, գործուղման ծախսերից 27.2 միլիոն դրամ, աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ հոդվածով 2.3 միլիոն դրամ, մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանման համար նախատեսված միջոցներից տնտեսվել է 2.2 միլիոն դրամը, գրասենյակային ծախսերի համար նախատեսված միջոցներից 3.2 միլիոնը, ներկայացուցչական ծախսերից 4.4 և այլ ծախսերից 79 միլիոն դրամ։ Հանրապետության նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում միջոցառման տարեկան ճշտված պլանը կազմում է 85.8 միլիոն դրամ, որից փաստացի ծախսվել է 79 միլիոն դրամ, ինչը կազմում է ճշտված պլանի 92%-ը։ Այս ֆինանսական միջոցներով փոխարինվել է նախագահի աշխատակազմի ցանցային տեղեկատվական և հեռահաղորդակցության համակարգերը ու ակտիվ սարքավորումները, չի ծախսվել 6 միլիոն դրամ, խոսքը վերաբերում է ցանցային անվտանգության սարքավորում հրապատի ձեռքբերման համար նախատեսված միջոցները, որովհետև երկու անգամ հայտարարված մրցույթներում մասնակիցները բացակայել են։ Տարվա ընթացքում լրացուցիչ մեկ միջոցառում է ավելացել մեզ մոտ, խոսքը գնում է պետական կառավարման մարմինների կողմից դիմումներ, հայցադիմումներ, դատարանի վճիռներ և որոշումների դեմ վերաքննիչ ու վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս պետական տուրքի մասին օրենքով սահմանված վճարները, այս միջոցառման ճշտված պլանը 230,000 դրամ է, փաստացի ծախսվել է 230,000, խոսքը վերաբերում է վճռաբեկ ու վերաքննիչ դատարաններ ներկայացված բողոքների համար վճարված պետական տուրքերը։ Նախագահի աշխատակազմը 24 թվականի ընթացքում ապահովել է սահմանադրությամբ օրենքներով հանրապետության նախագահին վերապահված լիազորությունների իրականացումը, մասնավորապես ստորագրվել են հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողովի կողմից ընդունված 527 օրենքներ, կառավարության լիազոր մարմինների առաջարկությունների հիման վրա 24 թվականին հանրապետության նախագահի կողմից ընդունվել են հանրապետության քաղաքացիության վերաբերյալ 185 հրամանագրեր, արդյունքում հանրապետության քաղաքացիություն շնորհվել է 20,770 անձի, քաղաքացիություն դադարեցնելու մասին նախագահի հրամանագրերով դադարեցվել են 3,746 անձի քաղաքացիությունը։ 24 թվականի ընթացքում շքանշաններով և մեդալներով պարգևատրվել է 169 անձ, որից 11-ը շքանշանով, իսկ 158-ը մեդալներով։ Հանրապետության բարձրագույն դիվանագիտական և դասային աստիճաններ են շնորհվել 7 և բարձրագույն զինվորական կոչումներ 8 անձանց։ Իրականացվել է 21 բարեգործական և 11 նախագահական նախաձեռնությունների ծրագրեր, որոնց շահառուների գումարային թիվը շուրջ 13,500 է։ 24 թվականին հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահի հանձնարարությամբ իրականացրել է մի շարք միջոցառումներ, աջակցության ծրագրեր, մշակութային, գիտական, սոցիալական և այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ ծախսելով 36 միլիոն դրամ, պլանավորված 75 միլիոն դրամից։ 24 թվականին հանրապետության նախագահը իրականացրել է մի շարք մարզային այցեր, իրականացվել են մի շարք նախաձեռնություններ հանրապետության նախագահի նստավայրում տարբեր առիթներով հյուրընկալվել են արվեստի ու մշակույթի ականավոր գործիչներ, զինվորական հաշմանդամություն ունեցող անձիկ, աշակերտներ, ուսանողներ և այլ անձիկ։ Հանրապետության նախագահը 24 թվականի ընթացքում կատարել է թվով 10 պաշտոնական և աշխատանքային արտասահմանյան այցեր։
Օտարերկրյա գործընկերների հետ հանդիպումների ընթացքում նախագահի հիմնական թիրախներից է եղել ներկայացնել հանրապետության իրավիճակը առաջերտին անվտանգային տեսանկյունից, ինչպես նաև մանրամասնել է տարբեր ոլորտներում Հայաստանի արձանագրած հաջողությունները, տնտեսական բարեփոխումների ներուժն ու օրակարգը, ներդրումային բարենպաստ պայմանները, հնարավորությունները, ինչպես նաև փոխգործակցության հնարավոր ուղղությունները տարածաշրջանում կայուն եւ տևական խաղաղության հաստատման ուղղված մեր կողմի ջանքայլերը։ Այցերի շրջանակներում այդ արտասահմանյան հանրապետության նախագահ հանդիպումներ ունենում ընդունող երկրների հայ համայնքի ներկայացուցիչների հետ, մանրամասն ու լիարժեք ներկայացնելով իրավիճակը տարածաշրջանում պատասխանելով ուզող հարցերին։ Արտերկրյա կատարած բոլոր այցելություններին նախագահ հարցազրույցներ է տալիս նաև տեղական հեղինակավոր լրատվական միջոցներին, ինչների երթին նպաստավոր է Հայաստանում եւ տարածաշրջանում առկա իրավիճակի լուսաբանման բարձրաձայնման համար։ Հանրապետության նախագահը 24 թվականի ընթացքում հյուրընկալել է բազմաթիվ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունների, դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների, նրանց ներկայացվում են Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրների, անվտանգության, մարտահրավերների եւ զարգացման տարբեր ծրագրերի վերաբերյալ։